Ողջույն, այս դասին կխոսենք uptime հրամանի մասին։ Ուրեմն uptime հրամանը Linux-ում օգտագործվում է, որովհետեւ ցույց տա, թե ինչքան երկար է մեր սիստեման աշխատում։ Նա ցույց է տալի ընթացիկ ժամանակը, հա, user-ներին, ովքեր տվյալ բանին login են եղած համակարգում, ինչպես նաև load-ի միջին, այսինքն թե ինչքան ծանրաբեռված է մեր սիստեման, վերջին, ուրեմն 1, 5 եւ 15 րոպեների ընթացքում բերեք տակ հավաքենք uptime այսպես եւ տեսնում ենք, որ սա մեր ընթացիկ ժամանակն է մեր օպերացիոն համակարգի տակ ուրեմն մեր օպերացիոն համակարգը արդեն 1 օր, հա, այս ժամանակվանից այն միացված է, հա, 1 user-ը login եղած եւ load-ի ծանրաբեռնվածության միջինը, ուրեմն վերջին 5 վայրկյան, 1 րոպեի, 5 րոպեի եւ 15 րոպեի ընթացքում, որպեսզի մենք ուսումնասիրենք ուրեմն uptime-ի օպցիաները -p, մենք ստանում ենք ավելի, ասենց ասած, ավելի նորմալ, հա, ֆորմատ։ Ուրեմն մեր համակարգը up է 1 օր 15 ժամ, ուրեմն 22 րոպե, այսքան ժամանակ, ուրեմն իմ համակարգը միացված է, հա, այն ուրեմն միացել եմ ու այն չի անջատվել։ Մյուս uptime-ի մյուս օպցիան դա uptime -h, հա, բերեք մաքրենք նախ այսպես։ Uptime -h, սա ցույց է տալի մեր օպցիաները, ինչ օպցիաներ կա։ Բերեք օրինակ հավաքենք սա uptime -v կամ կարող եք հավաքել uptime երկու հատ գծիկ version։ Սա ցույց է տալի մեր uptime package-ի, այսինքն ասենց ասած ծրագրի վերսիան։ Uptime -h-ը h-ը մենք տեսանք, p-ին pretty, հա, կարող եք նաև այսպես հավաքել, show uptime in pretty format, այսինքն ավելի հասկանալի ֆորմատով, եւ -s-ը science։ Տեսնում եք, որ մեր համակարգը ուրեմն ակտիվ է, այն միացվել է ամսի ուրեմն 29-ին, ժամը 6:23-ին, հա, ինձ թվում է uptime ուրիշ օպցիաներ չունի։ Այսքանը այս դասի համար։ Շնորհակալություն։